Պարոն Անտինյան, քանի որ եկանք էլի կրթության, մեր կրթական վիճակը ինչպես կնկարագրեք եւ նաեւ միանգամից այս հարցի հետ տամ վարչապետի տիկնոջ այդ սկսած արշավը կրթելը նորաձև է։ Կարծում եք հենց այս խնդիրներն են նրան մտահոգել, որ այսպիսի նախաձեռնությամբ է հանդես եկել, որքանով եք ծանոթ նախաձեռնությանը, թե ոչ, եւ արդյոք կլուծի, եթե ծանոթ եք էլի բովանդակային առումով հասկանալի է ձեզ համար ինչ խնդիր է լուծում նախաձեռնությունը։ Կրթությունը ամեն ինչի հիմքն է։ Կրթությունը ինքնին քաղաքակրթության հիմքն է, որտեղ կրթությունը այն հիմնական քաղաքակրթական ինստիտուտն է, որ ըստ էության կուտակում եւ փոխանցում է մարդկային զարգացման քաղաքակրթական փորձը։ Կրթության շնորհիվ է, որ մարդը էվոլյուցիոն այդ երկարատև զարգացման մեջ հասել է բարձրակետին, բնության էվոլյուցիոն գագաթնակետին է հասել։ Եթե չլիներ կրթությունը եւ մարդկությունը չկարողանար իր կուտակած փորձը փոխանցել հաջորդ սերնդին, նայել դրա վրա հիմնվելով հաջորդ սերնդին, մենք չենք ունենա ներկայիս այս վիճակը, որն ունի մարդկությունը։ Տեսնելով սակայն այն նարատիվները, որ արկա է այսօր մեր իրականության մեջ, ես այդքան էլ լավատես չեմ մեր հասարակության կրթական վիճակից։ Տեսեք, մենք ասում ենք սովորիր, որ լավ ապրես, չէ, այդպիսի նարատիվ է գործում։ Մենք չենք ասում սովորիր, որ լավ մարդ դառնաս, կամ սովորիր, որ արժանապատիվ մարդ դառնաս, սովորիր, որ լավ քաղաքացի դառնաս։ Սա շատ կարևոր է, որովհետև կրթությունը պիտի բերի արժեքային փոփոխության։ Լավ ապրելը ինքնին դեռ ոչինչ չի նշանակում։ Բայց ավելի մոտիվացնող չէ՞ լավ ապրել այդ ձևակերպումը։ Իհարկե մոտիվացնող է, բայց լավ ապրելը նման է լավ ուտելուն։ Լավ ուտելն էլ է մոտիվացնող։ Հիմա մենք ապրում ենք ուտելու համար։ Արդյոք այդպես է։ Կրթությունը արդյոք պիտի լուծի միայն բարեկեցության խնդիրը, ես հարցը մի քիչ ավելի այսպես վերաձևակերպեմ։ Արդյոք կրթությունը պիտի լուծի միայն բարեկեցության խնդիրը, լավ ապրելու խնդիրը։ Բնավ ոչ։ Կրթությունը պիտի լուծի քաղաքակրթական խնդիր, արժեհամակարգային խնդիր։ Արժեհամակարգային խնդիրն արդեն ինքնըստինքյան բերելու է բարեկեցության, ինքնըստինքյան բերելու է լավ ապրելուն, որովհետև այսօր մենք եթե ասում ենք եվրոպական արժեք կամ ասում ենք համամարտկային արժեք, մենք նկատի չունենք այսպես համբուրգերը, չէ՞։ Իհարկե։ Մենք նկատի ունենք մարդու իրավունքները, մենք նկատի ունենք ժողովրդավարությունը, մենք նկատի ունենք արժանապատիվ պետությունը, մենք նկատի ունենք հարգանքը օրենքի նկատմամբ, մենք նկատի ունենք հարգանքը հասարակական հանրային բարիքի նկատմամբ, այ շատ քիչ է խոսվում հանրային բարիքի մասին։ Այն ծառը, որ դրսում աճում է, հանրային բարիք է, չէ՞։ Այդ ծառը ինչ որ մեկինը չէ, այն հանրային բարիք է։ Այդ հանրային բարիքի պահպանության համար ինչպես պետությունն է պատասխանատու, այնպես էլ յուրաքանչյուրս։ Այստեղ սա կապ ունի արդյոք զուտ ապրելու կամ ուտելու հետ։ Ոչ, սա կապ ունի այն հանրային արժեքի, հանրային բարիքի գիտակցման հետ, որը մենք պիտի փոխանցենք սերնդին կրթության միջոցով։ Մենք պիտի դպրոցահասակ երեխայից, նույնիսկ մանկապարտեզից սկսած երեխային ասենք, որ այս ծառը, որ աճում է, մենք պիտի այս ծառի մասին հոգ տանենք։ Ինչու են երեխաներին ծառ տնկել սովորեցնում, ծաղիկ տնկել, ծաղիկ ջրել, այս սա շրջապատը մաքուր պահել, որը մեր մյուս ամենակարևոր եւ իմ համար ցավոտ խնդիրն է։ Դուք հենց իմ միտքն եք շարունակում հանրային բարիքի վերաբերյալ, որովհետեւ հանրային բարիքը մեծ հաշվով այն է, ինչ բոլորինս է։ Եվ այս առումով կրթությունը պիտի միտված լինի դրան։ Այսօր հայաստանյան կրթության հետ կապված շատ տարբեր գործընթացներ են գնում։ Իհարկե կան պոզիտիվ գործընթացներ, որոնք կապված են որոշակի այսպես նոր մեթոդաբանության, նոր արժեհամակարգերի ներդրման հետ, բայց նաև հասարակությունը մի զգալի մասով կապված հասարակական իմ նշած բևեռացման հետ ահագին նահանջ է ապրել կրթության առումով։ Որովհետև մենք մեր հասարակությունը միշտ աչքի է ընկել իր խոհեմությամբ, իր չափավորությամբ, նույնիսկ ազատությունների մեջ իր չափավորությամբ, հա, այսօր այդ չափավորությունը կարծես քայքայվել է, քանդվել է, փլուզվել է, եւ ամեն ինչում այսպես կա որոշակի
առանց սահմանների, առանց նշաձողերի, այսպես անսանց, ինչ որ անսանց վիճակներ թե խոսույթում, թե վարքաբանության մեջ։ Սա էլ է կրթական խնդրեմ։ Ես կարծում եմ, այստեղ նույնպես պետությունը անելիք ունի հանրային մեդիայի խողովակներով, սոցիալական գովազդների միջոցով, թեկուզ ինչու՞ չէ, ներդնելու այդ նոր մշակույթը մարդկանց մեջ, նոր մշակույթը, բարեվարկության մշակույթը։ Աղբի տեղը աղբամանում է այդ գովազդային արշավը, Այո, նման բայց բաներ։ պարոն Անտինյան, միևնույն է, եթե գարնան դուք դուրս գաք մեր սարերը, մեր անտառները, մեր ձորերը, դուք կտեսնեք, թե այդ գեղեցիկ բնությունը ինչքան աղտոտված է, թե ինչպես ամեն քայլափոխի աղբ է կուտակված։ Դե դա եղել է, դա նոր չի, այդ երևույթը նոր չի։ Ուզում եմ ասել, Մշտապես արշավը եղել է։ պետք է լինի, որ նոր մարդը հասկանա, որ այդ գեղեցիկ վայրը, որ ինքը գնում է, տեսարանը վայելում է, մաքուր օդը շնչում է, եւ պետք ենթադրվում է, որ իր տան նման պետք է այդտեղ չկեղտոտի առնվազն, Այո։ եւ այդ իր տարած աղբը իր հետ բերի եւ համապատասխան Այո, վայրում դա ենթադրվում է, գցի։ բայց ինչու դա այդպես չէ։ Ես նորից վերադառնամ մեր զրույցի սկզբին, երբ հասարակությունը սոցիալապես բևեռացված է, երբ հասարակության մեջ սոցիալ-հոգեբանական լրջագույն խնդիրներ կան, հա, եւ Բևեռացված է, եկեք բացենք, էլի պարոն Անտինյան, դա ինչ է նշանակում բևեռացված է, այսինքն ինձնից բացի ով ուզում է թող զբաղվի, կամ ինձ չի սազում ես իմ ուրիշի հետևից հավաքեմ։ բևեռացված նշանակում է հասարակության առանձին խմբեր ունեն ծայրահեղ իրար ամերժ, իրար հակասող, տարբեր բևեռներում գտնվող դիրքորոշումներ։ Հանրային հասարակական կյանքի վերաբերյալ, քաղաքական կյանքի վերաբերյալ, ընդհանրապես հարաբերությունների, հասարակական հարաբերությունների բևեռացված դա է նշանակում։ Բևեռ, այսինքն մի հասարակության մի խումբը մի բևեռում է, մյուս խումբը մյուս բևեռում է, չկան այսպես միմյանց հպվելու կամ ընդհանուր եզրեր կամ դրանք շատ քիչ են։ Այդ բևեռացվածությունը չի կարող բերել հասարակության կոնսոլիդացիայի, իսկ ձեր ասած հանրային բարիքի գիտակցումը միշտ հասարակության կոնսոլիդացիայի հետ է կապված։ Եթե հասարակությունը չլինի դուք պատկերացրեք, ես պարզ օրինակով փորձեմ միտքս բացատրել։ Պատկերացրեք մի ընտանիք, որտեղ առավոտից իրիկուն կռիվ է, ղալմաղալ է, վեճ է, վիրավորանք է, ծեծուջարդ է, այդ ընտանիքը կարա ինչ որ բանի հասնի։ Իհարկե ոչ։ Այդ ընտանիքը կարող է ֆինանսական կուտակում ունենալ, ինչ որ նոր բնակարան ձեռք բերել, կամ եղած բնակարանը բարեկարգել, կամ եղած իրենց բարեկեցության վրա մի բան ավելացնել։ Եթե ամբողջ օրը այսպես կռիվ ղալմաղալ է այդ ընտանիքում, նույնպես եւ հասարակությունը, եթե հասարակությունը բևեռացված է, չէ որ ընտանիքի համար իրենց բնակարանը ընդհանուր հանրային բարիքն է, չէ՞։ Այդ բնակարանը միաժամանակ եւ բոլորինն է եւ ոչ մեկինը չէ։ Չէ, այդպես է, չէ, բնակարանը, որտեղ ապրում է, ասենք 4 կամ 5 հոգանոց ընտանիքը կամ առանձնատունը, որտեղ ապրում է ընտանիքը, սա իրենց ընդհանուր սեփականությունն է։ Հիմա մեր երկիրը, մեր պետությունը մեր ընդհանուր սեփականությունն է։ Եթե հասարակության մեջ չկա համերաշխություն, սոցիալական համերաշխություն, այդ հասարակությունը չի կարող կոնսոլիդացվել, միախմբվել եւ ընդհանուր հանրային բարիքի ինչ որ մի բան անել։ Սա այն ձեր հարցի պատասխանը, թե ինչու են մարդիկ գնում բնության մեջ թափում եւ գալիս։ Այդ բնությունը իրենց համար չի նույնացվում իրենց տան հետ։ Իրենք իրենց տան հոտ չեն թափում։ Մարդը որ հաց է ուտում, չի թափում իր տանը։ Կամ ծխախոտի չի ծխում եւ գցում իրենց տանը։ Տանում գցում է աղբամանի մեջ, չէ՞։ Այսինքն մարդը պիտի իր պետությունը, իր երկիրը նույնացնի իր տան հետ։ Այո, իր տան հետ եւ պիտի տեր զգա իր երկրին։ Սա նույնպես գալիս է հասարակության այդ Հիմա բևեռացման համատեքստում գիտեք ինչ է, ես հասկանում եմ ինչ է նշանակում բևեռացում։ Ուղղակի ես ուզում եմ ավելի պարզ տերմիններով։ Ես փորձեցի պարզ օրինակով տանիքի վրա ասել, որ բևեռացված է արտոնյալների եւ ոչ արտոնյալների մեջ։ Ամեն դեպքում մարդիկ կան, որ իրենց արտոնյալ են զգում, մարդիկ կան, որ Խոսքը դրա մասին չի, խոսքը նրա մասին է, որ
հանրային հասարակական եւ քաղաքական գործընթացների վերաբերյալ հասարակության տարբեր խմբեր, տարբեր շերտեր ունեն խիստ ծայրահեղացված եւ միմյանցից էապես տարբերվող մոտեցումներ։ Այդ մոտեցումների, այդ տարբեր բևեռների, ինչպես ասացի, կամ տարբեր ծայրահեղ մոտեցումների միմյանց ընդառաջ քայլեր է պետք անել։ Այս առումով մենք չենք կարող այս իրավիճակը տանել, որովհետև այս իրավիճակը հասարակության մեջ կհագնասնի այն բոլոր խնդիրները, որի մասին ես արդեն խոսեցի։ Հիմա կրթվելը նորաձև է։ Դուք ինչքանով եք ծանոթ այդ արշավին, եթե իհարկե ծանոթ եք, եթե ծանոթ չեք, ինչ եք կարծում, դա կփոխի իրավիճակը։ Դե սա ավելի շատ նախաձեռնություն է, բայց կրթվելը նորաձև է, այս խոսույթը տարօրինակ է ինձ համար, որովհետև կրթվելը չի կարող լինել նորաձև, կրթվելը պարտադիր է։ Դուք կարող եք ասել սնվելը նորաձև է։ Դուք կարող եք այդպեսի բան ասել, սնվելը նորաձև է։ Չի։ Իսկ քնելը նորաձև է։ Քնելը նորաձև է։ Կրթվելը դա բնականon գործընթաց է։ Կրթվելը մարդկային գործունեության ամենահիմնական եւ բնականon տեսակներից է։ Ըստ որում թե մասնագիտական որոշակի հանրույթի համար, թե առանձին անհատի համար, թե հասարակության համար, մենք անընդհատ կրթվում ենք։ Ես, դուք, հիմա հեռախոսները երբ են առաջ եկել։ Մի 10 տարի առաջ, չէ՞, սմարթֆոնները։ Դրանից առաջ, ասենք, կոճակը, կնոպոչնի կոճակներով հեռախոսներ էր։ Հիմա սմարթֆոնները որ եկան, մենք ոչ մեկ չգիտեինք դա ինչ է, ոնց ենք, չէ՞, ինչ ենք մենք արել։ Կրթվել ենք, չէ՞։ Սովորել ենք դա։ Մենք սովորել ենք ինչպես օգտվել սմարթֆոնից։ Մենք սովորում ենք ամեն օր ինչպես օգտվել այս կամ այն հավելվածից։ Մենք ամեն օր սովորում ենք, ամեն օր կրթվում ենք, որովհետև աշխարհը փոխվում է շատ մեծ արագությամբ եւ մենք պիտի արդիականանանք։ Refresh արվենք ինքներս, հա, կամ upgrade փոխենք նաեւ մեր ծրագրային մոտեցումները այս կամ այն հարցի վերաբերյալ։ Շատ լավ է, որ մարդիկ նոր են կրթվում կամ սկսել են կրթվել, կրթվելը մշտապես եղել է, մարդկության հետ դա եղել է, եկել է, մարդկության հետ շարունակվելու է։ Մենք անընդհատ արդիականանում ենք, որպեսզի լինենք մրցունակ, որպեսզի համապատասխանենք արդի ժամանակի պահանջներին։ Ես ողջունում եմ կրթվելու ցանկացած շարժում։ Հիմա քանի որ դուք դասախոս եք եւ անմիջական շփում ունեք ուսանողների հետ, նոր սերնդի հետ, իրենք գալիս են հասկանալով կրթության դերը, թե իրենց ծնողները որոշել են, որ իրենք պետք է այս կամ այն բուհը, այս կամ այն մասնագիտություն։ Հրաշալի երիտասարդներ ունենք, որոնց մեջ, ինչպես դուք նշեցիք, եւ այնպիսի մարդիկ կան, երիտասարդներ, եւ այնպիսի երիտասարդներ, եւ կան շատ փայլուն երիտասարդներ, որոնք այսպես ժամանակի հետ համընթաց քայլում են եւ քայլելով ժամանակի հետ, զգալով ժամանակի շունչը անընդհատ կրթվում են։ Այլ հարց է, որ մեր այսօրվա կրթական համակարգը, այդ թվում բուհական կրթության համակարգը չի համապատասխանում իրենց սպասելիքներին, սա բոլորովին այլ թեմա է։ Մենք ապրում ենք 21-րդ դարում, արդեն վաղուց ենք ապրում, 40 դար է, ինչ ապրում ենք 21-րդ դարում, բայց մեր կրթական համակարգը, այդ թվում բուհական կրթական համակարգը իր մեծամասնության մեջ դեռևս 20-րդ դարի, նույնիսկ կարելի ասել վերջերին էլ չէ, 80-ականներին է, այսպես 90-ականներին է մնացել մեծ մասը, ես նկատի ունեմ, կան իհարկե առաջատար բուհերում առանձին առաջատար ճյուղեր, ոլորտներ, որտեղ այդ արդիականացման process-ը գնում է։ Պիտի բուհական կրթական, ընդհանրապես մեր կրթական համակարգը պիտի կրնկակող հետևի եւ հասնի այսօրվա երիտասարդության պահանջներին։ Ես այստեղ լուրջ խնդիր եմ տեսնում, որտեղ երիտասարդները ափսոս են, իրենք չեն սպասում, իրենք առաջ են գնում։ Իսկ մենք չենք հասնում իրենց ետևից։ Իսկ այդ բարձր վարձավճարները, պարոն Անտոնյան, այդ դեպքում ինչ խնդիր են լուծում, եթե մեր կրթական համակարգը 21-րդ դարին համահունչ չէ։ Մեր մոտ շատ թյուր պատկերացում է, թե փողը բոլոր հարցերը կլուծի։ Ես չգիտեմ այդ մտայնությունը որտեղից է։ Փողը լուծում է միայն ֆորմայի խնդիրը, ենթակառուցվածքի խնդիրը։ Հիմա տեսեք, դուք գեղեցիկ տաղավար ունեք, ժամանակակից այսպես տեխնիկայով, միկրոֆոններով, բայց եթե ձեր տաղավարում չվարվեն հետաքրքիր հարցազրույցներ, ձեզ ոչ ոք չի նայի, չէ՞։ Փողը կարող է լուծել գույքի խնդիրը, փողը կարող է լուծել
այսպես տեխնիկայի խնդիրը, փողը կարող է լուծել տեխնոլոգիական խնդիրներ, բայց փողը չի լուծի դասախոսին ժամանակակից դարձնելու խնդիրը, սա դասախոսը պիտի ինքը լուծի։ Փողը չի լուծի կրթական համակարգը արդիականացնելու այն խնդիրը, որը պիտի բովանդակային կերպով լուծվի, կրթական ծրագրի, կրթական մոդուլի, հա, կրթական նոր համակարգի ներդրման եղանակով։ Դրա համար միամիտ է կարծել, թե փողով կարելի է ամեն ինչ ձեռք բերել։ Փողը օգնում է շատ հարցերում։ Չէ, իմ հարցը այն մասին է, որ այդ դեպքում այդ բարձր վարձավճարներով կոնկրետ բուհերը ինչ խնդիր են լուծում։ Իրեն միայն այդ ենթակառուցվածքների հարցեր են լուծում։ Դե ես ասում եմ, փողը կարա լուծի ենթակառուցվածքի խնդիր։ Մնացած խնդիրները պետք է լուծվեն բովանդակություններ ներդնելու միջոցով, որը ժամանակատար է, որը ամիսների էլ չէ, տարիների խնդիր է, որ պիտի լուծվի։ Ամեն դեպքում ես պիտի նաև արձանագրեմ, որ կան բուհեր եւ առանձին բուհերում կան նաև որոշակի այսպես ուղղություններ, մասնագիտացումներ, որտեղ այդ արդիականացումը շատ թեքիչ այսպես առաջ է գնում, կարողանում են հասնել ուսանողների հետևից։ Պարոն Անտինյան, ես առիթ եմ ունենում ամեն օր մետրոյից օգտվելու եւ ես տեսնում եմ, որ հատկապես այն ժամերին, երբ ուսանողներն են օգտվում մետրոյից, իրենք մետրո մտնելու, գնացք մտնելու եւ դուրս գալու այդ էթիկան չունեն։ Հիմա սա ինչպես բացատրել։ Ով է այստեղ թերացել։ Ծնողը, դասախոսը։ Ձեզով է սովորեցրել ինչպես օգտվել։ Օրինակ կոնկրետ ձեզ։ Կոնկրետ ինձ։ Այո։ Կարծում եմ որ առաջին անգամ մտել եք, իմացել եք։ Ինձ կոնկրետ ոչ մեկ չի ասել ինչպես պետք է օգտվել։ Ես ինքնուրույն ենթադրել եմ, որ չպետք է առնվազն մտնողին կամ դուրս եկողին խանգարել, գոյություն ունի մի փոքր համբերություն, գոյություն ունի զիջելու կուլտուրա։ Ես որպես մանկավարժական գործունեությամբ շատ վաղուց տասնամյակներ շարունակ զբաղվող մարդ, վստահորեն կարող եմ պնդել, որ երիտասարդների վարքաբանության ցանկացած խնդրեմ գալիս է մեծահասակներից, մեղավոր են մեծահասակները, որ չեն կրթել ժամանակին այդ երիտասարդներին, չեն սովորեցրել։ Մետրո փոքր տարիքում մետրո գնում են ծնողի հետ, չէ՞։ Ծնողն է ասում, բալես էս կողմարի թող անցնի։ Դուրս գան նոր մտնեն։ Ահա, այսինքն կամ նստատեղը նախատեսված է։ Այսինքն եթե ինչ-որ մեկը չի սովորեցրել այդ երիտասարդին, երիտասարդը մեղավոր չի։ Իրեն պետք է, թեկուզ դուք եթե տեսնում եք, դուք կարող եք իրեն ուղղորդել։ Չեմ ասում այդպես նկատողություն այլ որ ինքը շուռ գա պատասխանի ձեզ, բայց ուղղորդել, ասել մուտքի մոտ խնդրում եմ դռների մոտ մի կանգնեք, որ մտնողները ներս մտնեն, հա, կամ այսինքն ինչ-որ մի բան ասել։ Այդպես է, ցանկացած մեկին պետք է սովորեցնել։ Փոքր երեխան դանակ պատարակաղից չի կարող, չէ, օգտվի։ Մի անգամ սխալ է բռնում, մի անգամ սխալ է կտրում, մի անգամ վերցնում է պատարակաղով ընկնում է վրայից։ Այսինքն սա կրթություն է, սա դաստիարակություն է, որը պիտի անենք մենք բոլորս։ Երիտասարդներից նեղանալ նշանակում է նեղանալ ինքներս մեզանից, որ ինչ-որ մի բան, ինչ-որ մի ժամանակ չեն կարել։ Մենք նկատի չունեմ կոնկրետ ես եւ դուք, ես նկատի ունեմ ավակ սերունդը, հա, այստեղ ես սրան վերաբերում եմ որպես կրթական համակարգի թերացում, մեծահասակների թերացում, իմ ասած նորից վերադառնանք, հա, մեր խոսակցության սկզբին, հասարակությունը, եթե հասարակությունում տիրի սոցիալական համերաշխություն, նման խնդիրները շատ հեշտ լուծվող են։ Ես հիշում եմ, երբ որ ես փոքր էի, մեզ մեծահասակները մեզ դիտողություն էին անում։ Եվ մենք ընդունում էինք այդ դիտողությունը։ Կարող է մի քիչ ջուրներս չէր գալիս, հատկապես այն անցումային տարիքում, բայց դիտողություն ընդունում էինք, ասում էինք լավ, հորեղբայր, տես չենք անի, կամ լավ, մորքուր, տես չենք անի։ Այսինքն հասարակության մեջ ավակները կրտսերներին պիտի ուղղորդեն, պիտի կրթեն։ Սա է նորմալ հասարակության բնականon ձևը, ապրելու կերպը։ Ավակները կրթեն, բայց կրտսերները պետք է առնվազն հարգեն ավակների խոսքը։
Մենք այսօր տեսնում ենք այդպես ավակի, բակի ավակի, չգիտեմ, ընտանիքի Այդ ավակի նույն հարգանքն էլ հանդեպ պետք է հարգանք։ ձևավորել։ Յուրաքանչյուրս մեր տեղում փորձենք մեր աշխատանքը անել այս առումով, հա, փորձենք ասել, որ եթե իդեպ ասեմ ձեզ, երիտասարդներին, եթե ճիշտ ձևով դիտողություն ես անում, ճիշտ ձևով, այսպես գեղեցիկ ձևով, հա, իրենք չեն վիրավորում, շատ ժամանակ ընդունում են, որովհետև իրենք էլ ինչ որ մի բան չեն տեսնում, ինչ որ բան չեն նկատում։ Դուք համարեք, որ այն տեղեկատվական հեղեղը, որ մեր գլխին է լցվում, եւ մենք էլ երբեմն այսպես օրվա մեջ ցրված եւ շփոթված ենք, երիտասարդներին էլ է վերաբերում։ Երիտասարդն մարդ է, չէ՞, կարող է այդ պահին հեռախոսի մեջ լինի, ուշքը ուրիշ տեղ լինի, չնկատի, որ մուտքի մոտ է կանգնել։ Իրեն պետք է պարզապես այսպես գեղեցիկ ձևով ասել, ճանապարհին մի կանգնեք, կամ մուտքի մոտ մի կանգնեք, միշտ ներս կանգնեք, չեմ կարծում, թե ինքը կասի, չէ, որ չէ, ստեղ եմ կանգնելու։ Ասել, որ մենք այսօր վախենում ենք դիտողություն անել, որովհետև մենք ունենք մեր հանրության մեջ օրինակներ, երբ դիտողությունը վերածվել է օրինակ դաժան հաշվեհարդարի, ծեծ ու ջարդի, ընդհանուր մինչև սպանության։ Եվ մարդիկ նախընտրում են շատ հաճախ հեռու մնալ դիտողություն անելուց։ Ամեն ինչ էլ եղել է, բայց պետք է պոզիտիվ մոտենալ։ Ես չեմ կարծում, թե նույնիսկ ամենաագրեսիվ երիտասարդին, եթե մեղմ ձևով կամ քաղաքավարի ձևով կամ այսպես խոհեմ ձևով, հա, մեծի դիրքից ինչ որ բան ասվի, ինքը անմիջապես հաշվեհարդարի կանցնի։ Համենայն դեպս պետք չի այդպես սարսափելի վերաբերվել դրան։ Չէ, ես որովհետև շատ հաճախ եմ լսում, որ ասում են մենք ունենք անտարբեր հասարակություն։ Մեր հասարակության աչքի առջև կարող են ծեծել մարդուն եւ այդ վայրում գտնվող մեկ այլ մարդ չխառնվի, իրավապահներին չկանչի, վիրավորի համար շտապօգնություն չկանչի։ Ես շատ եմ լսում քննարկումներ, երբ ասում են, որ ականատես են լինում կնոջ հանդեպ բռնության, ընտանիքում գիտեն, որ հստակ երեխան կամ կինը ենթարկվում է տղամարդու կողմից բռնության, բայց մարդիկ համարում են դա իրենց գործը չէ եւ չեն ահազանգում համապատասխան մարմիններին եւ վերջում աղետը տեղի է ունենում, նոր մենք հասկանում ենք, թե ինչ է կատարվել ընտանիքում։ Գիտեք, այստեղ տարբեր պատճառներ կան։ Ձեր նշած օրինակներում մի քանի հանգամանք կա զուտ հոգեբանական տեսանկյունից, եթե փորձենք վերլուծել, հասարակական ընդհանուր անտարբերությունը պայմանավորված է հասարակության կողմից բազմաթիվ եւ հաճախակի ստրեսների ենթարկվելու հանգամանքով։ Հասարակությունն էլ որոշակի սոցիալական օրգանիզմ է, ինչպես մարդը, չէ՞։ Մարդը անընդհատ ստրեսների երբ որ ենթարկվում է, իր մոտ պաշտպանողական ռեակցիա է առաջ գալիս, դրսից ագրեսիվ կամ այսպես ազդակներին չարձագանքելու։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Եթե անընդհատ մարդը ստրեսների է ենթա, գիտափորձել է արված, եթե անընդհատ հոսանքահարում են ինչ որ մի մկան, ժամանակի ընթացքում մկանը դադարում է այդ հոսանքին արձագանքել, այլևս չի կծկվում։ Դա արվել է դեռ 19-րդ դարում այդ գիտափորձերը։ Այսինքն մարդը երկաթիվ չի, չէ՞, ունի էմոցիոնալ, հոգեէմոցիոնալ որոշակի դաշտ, որոշակի այսպես կառուցվածք։ Երբ անընդհատ ինքը ենթարկվում է ստրեսներին, ինքը դադարում է դրսից ազդակներ ընկալել։ Իր մոտ կարող է այնտեղ, չգիտեմ, ինչ որ բան տեղի ունենա, ինքը նույնիսկ չնկատի կամ չարձագանքի։ Սա մի պատճառ։ Երկրորդ պատճառը ձեր նշած խնդրի, որ բռնություն է, սա արդեն բոլորովին ուրիշ բանի հետ կարող է կապված լինել, որոշակի այսպես ասած վատ իմաստով, ավանդույթի վատ իմաստով նկատի ունեմ, ավանդույթին զոհ գնալը կամ տուրք տալը, որ եթե ինչ-որ ուրիշի ընտանիքում նույնիսկ բռնություն է, դա իրենց չի վերաբերում։ Սա արդեն գալիս է որոշակի մենթալ առանձնահատկությունից։ Դե սրա մասին շատ է խոսվել, բայց որոշակի փոփոխություններ այնուհանդերձ կա, միգուցե հեռավոր մարզերում կամ գյուղերում նման կուլտուրա է ինչ-որ պահպանվել, բայց քաղաքաբնակ վայրերում կարծես թե նման երևույթները շատ քչացել են։ Ամեն դեպքում դա իհարկե բացասական երևույթ է, բռնությունն է եւ բռնության հանդեպ անտարբերությունը։ Ես կարծում եմ սա էլ էլի կրթական խնդիր է, կրթության հետ կապված խնդիր է։ Եթե հասարակության հետ տարվի աշխատանքներ, իսկ այդ աշխատանքները տարվում են ու շատ վաղուց։ Հայաստանը ինչ անկախացել է եւ միջազգային իրավապաշտպան
այդ թվում, հա, բռնությունների դեմ կազմակերպությունները, որոնք գործում են Հայաստանում եւ տարբեր ծրագրեր են իրականացնում, այդ թվում նաեւ հերավոր մարզերում, գյուղական համայնքներում մարդկանց հետ տարվում է այդ աշխատանքը, այդ կրթությունը եւ որպեսզի մարդիկ չհանդուրժեն բռնությունը։ Ըստ որում դա վերաբերում է հենց այդ նույն մարդկանց, որոնք կարող են ենթարկվել բռնության, պոտենցիալ բռնության զոհ կարող են լինել եւ նաեւ մարդիկ, ովքեր կարող են ականատես լինել բռնության դեպքերի։ Սրանք էս հանրային Ասացիք ստրեսի հասարակական մեջ ենք 2020 թվականից հետո պատկերացնենք, որ այդ ստրեսի մեջ ենք, այո, ինչու մենք չենք կարողանում դուրս գալ այդ ստրեսից։ Եվ ով պետք է մեզ օգնի այդ ստրեսից դուրս Իսկ գալ։ դուք կարծում եք նման աղետից հետո հեշտ է դուրս գալ ստրեսից։ Եվ այդ առողջացումը ով պետք է անի, ում ուսերին պետք է դրված լինի հասարակության առողջացման գործընթացը։ Սրանով ամփոփենք։ Հասարակության առողջացման գործընթացը համալիր միջոցառումների ծրագիր է, բնական է նախ պետական իրավասու մարմինները որոշակի հասարակության ռեաբիլիտացիոն ծրագրեր պիտի անեն, հատկապես այն մարդկանց հետ։ Ես կարծում եմ նաև արվում են որոշ բաներ այն մարդկանց հետ, ովքեր ուղղակիորեն են ենթարկվել այդ տեղահանության, խոսքը մեր հայրենակիցների մասին է, բայց նաև այստեղ շատ կարևոր է պիտի որոշակի ժամանակ անցնի։ Եվ այդ իմ ասած սոցիալական բևեռացումը եւ հանրային այդ անհանդուրժողականության մթնոլորտը պիտի վերանա։ Հասարակությունը չի կարող ապակինվել, եթե շարունակում է մնալ հոգեբանական այդ ծանր լարված անհանդուրժողական վիճակի մեջ։ Չի կարող ներքուստ գտնվել ռեսուրսներ, ռեզերվներ հոգեբանական պահուստից, հա, այսպես ասած, որպեսզի հասարակությունը առողջանա, սա կարծում տևական ժամանակի խնդիր է եւ սա հեշտ չի լինելու։ Ինչ եք կարծում, եթե ամփոփենք մեր այս բովանդակության բարձրացրույցները կարող են փոխել մարդկանց պատկերացումները, գիտակցությունը, Այո, իհարկե կարող են։ վարքագիծը։ Իհարկե կարող են մարդիկ, ովքեր, եթե ասենք, ես կարծում եմ դուք մեծ լսարան ունեք եւ մարդիկ, ովքեր կդիտեն նմանատիպ հաղորդումներ, կստապվեն, միգուցե կզգաստանան, կփորձեն տուրք չտալ այն լարվածության, անհանդուրժողականության երևույթներին, որոնք այսօր իշխում են եւ կփորձեն իրենցից սկսել։ Այո, սկսել իրենցից եւ իրենք դրսեւորեն այդ բարեվարք կամ բարեկիրթ վարքագիծը։ Ես կարծում եմ մարդը շատ ճկուն արարած է, մարդը ընդհանրապես։ Եվ սկսած ինքնիր վրա աշխատանքից, վերջացրած նրանով, որ այ մեդիա դաշտը, իրավասու կառույցները, որոնք զբաղված են հասարակության վերափոխումներով, հասարակության կրթությամբ, այդ թվում նաև արժեքային համակարգի ներդրմամբ, մշակույթի ներդրմամբ, համալիր մոտեցման դեպքում կարելի է։ Մենք ոչ առաջին, ոչ վերջին հասարակությունն ենք, որն անցնում է ծանր պայմանների միջով, հա։ Եղել են աշխարհում պատերազմներ, եղել են աշխարհում այսպես հասարակական լարված եւ ծայրահեղ լարված վիճակներ, հա, պարակտված հասարակություններ, որոնք անցել են այս ճանապարհը, բայց պետք է գիտակցված ձևով մոտենալ այս հարցին։ Ես կարծում եմ այս պարագայում մենք կարող ենք լավ ապագայի հավակնել։ Ուղերձ ձևակերպենք, պարոն Անտոնյան, մեր հանրությանը, որ մի հետևեք քաղաքական գործիչներին, առնվազն նրանց խոսույթի եւ վարքագծի առումով, որովհետեւ քաղաքական գործիչները իրենց վարքը դրսևորում են իրենց քաղաքական շահերը սպասարկելու, հետապնդելու նպատակով եւ դա ամենևին կապ չունի բարոյականության, բարեվարքության հետ եւ պետք չէ նրանց հետևել։ Ինչ կասեք։ Իմ ուղերձը հետեւյալը կլինի, որ ունեցեք բարոյական եւ էթիկական ներքին ձեր նշաձողը, ձեր սահմանները եւ պատասխանատվություն ստանձնեք ինքներդ ձեր առջեւ։ Երբ որ մոտենում եք առավոտյան հայլում, հա, ձեզ կարգի բերելուց, որպեսզի դուք նայեք ձեզ եւ հասկանաք, որ դուք մարդ եք առաջին հերթին։ Դուք մարդ եք, որը պիտի բավարարի այդ բարձր կոչմանը։ Եվ միշտ պետք է հիշել
որ սա է մեր հասարակությունը, մենք ուրիշ հասարակություն չունենք։ Այն մարդը, ում դուք ուզում եք այս պահին վիրավորել կամ ուզում եք այս պահին որևէ խոսք ասել վիրավորական կամ ատելության որևէ խոսք ասել, հիշեք, որ այդ մարդը ձեր կողքին ապրող ձեր հայրենակիցն է, այո, եւ այդ մարդու հետ դուք շարունակելու եք ձեր ճանապարհը, որ այդ մարդու հետ դուք միասին կառուցելու եք այն երկիրը, որում ապրում եք։ Եվ այդ մարդու հետ դուք կռվելու եք նույն թշնամու դեմ։ Այո, իհարկե, այդ մարդու հետ դուք ունեք ձեր անցնելու ճանապարհը եւ նա է ձեր կողքին լինելու ձեր բոլոր կյանքի պահերին։ Կարևորը բոլոր իրավիճակներում ունենալ մարդկային բարձր որակներ եւ բարձր հատկանիշներ։